խոսեմ հետո։ Այո, պատվարժան դատարան։ Ես առաջի օրը ասել եմ բացարկ հայտնելու բնականաբար ոչ միայն կողմնակից ենք, այլ նաև մեր խափագնու ցանկությունն է։ Առաջի օրն ասել եմ, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են, եւ այդ խոսքս հիմք ունի ու բնականաբար անպատասխանատու հայտարարություն չեմ արել։ Երկու հարց եմ ես հրապարակային հնչեցրել մոտ 3 ամսվա ընթացքին։ Այդ հարցերը ուղղված են եղել գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեի ղեկավարին։ Այն հատվածի վերաբերյալ, որ դարձել է քաղաքական թեմա, խորհրդարանի ամբիոնից իրար հերթ չտալով, զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են հենց այդ 2 հոգու գյուլելու եւ 15 հոգու բանտ դնելու մասին, որը տեսակ որ բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։ Երկրորդը, որ անընդհատ հնչել է, ավտոբուս վառելու թեման է։ Հիմա ես հրապարակային հարցնում եմ առիթից օգտվելով այն անձանց, ովքեր հանդես են գալիս որպես մեղադրող, ում շնորհավորում եմ իմիջիայլոց, որ օրեր առաջ նաև կոչում ստացան, մեդալ ստացան։ Այո, դուք կարող եք մեզ շնորհակալություն հայտնել այդ թեմայով եւ Միքայել Սրբազանին եւ վստահ եմ նաև առաջիկային Սամվել Կարապետյանին։ Ուրեմն ավտոբուս վառելու թեման, այս գործում կա թե չկա։ Կա։ Հա։ Ուրեմն երկրորդը, ինչին է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար, ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք, հələ դրանց կգան, այդ փաստական ապացույցներին վստահ եմ դուք ասելիք ընդհանրապես չեք ունենալ, եթե մնացիք իհարկե։ Բայց իմ ասելիքը նաև հետևյալն է, ուզում եմ, որ ժողովը նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, շատ շնորհակալություն բոլորիդ, այստեղ է նաև Կանադայի հյուպատոսը Ռայան Միլլերը եւ մեր պատգամավորներ, հասարակական գործիչներ, մեր պար ժողովուրդ, Մարիա ջան, քեզ էլ բարի ազատում։ Ուրեմն հունիսի 28-ին ես արդեն 2 օրվա կալանավոր էի։ Այո։ Ուրեմն կալանքը տրվում Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Միքայել Սրբազանին ուղեկցում են իմ խուց։ Հունիսի 28-ին ժողովուրդ։ Հունիսի 28-ից սկսում են լսել մեր խուցը։ Հրահանգը տրված 3 ամսվա համար, մինչդեռ մեր կալանքը 2 ամսով էր։ Հրահանգ մինչև սեպտեմբերի 28-ը։ Այսինքն նախապես արդեն որոշված է մեղադրողների շուրթերով, դատավորի կամ որևէ կերպով չգիտեմ, որ այդ կալանքը պետք է լինի նվազագույնը 3 ամիս։ Բայց մեզ 2 ամսվա կալանք է տրվել 3 ամսվա գաղտնալսման իրավունքով։ Սա ինչ է նշանակում, եւ լսել, բանտախուցը կլսեն էլ, կտեսնեն էլ, եթե չանեն ամոթ իրենց ուրեմն, բնականաբար պետք է անեն։ Լսել են 2 հոգևորականի խոսակցություն, մեկը կարող է մյուսի խոստովանը հայրն է կամ խոստովանորդինը, եւ առանց ամաչելու նաեւ մտցրել են գործերի մեջ, բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված, բացարձակ ոչինչ, փորձելով իմանալ, թե որտեղ են այն թաքստոցները, որով ներխուժում էին մեր բնակարաններ խուզարկելու, թե որտեղ են այն զենք զինամթերքը, որոնք մենք չգիտեմ ինչ են կարել, ասեմ ձեզ որտեղ են, Իջևան ԿՊ-ի գրասենյակի նկուղում են այդ զենքերը, իմիքմանից ասում եմ։ Ուրեմն, ինչու եմ ես սա ասում, այնքան հիմնազուրկ, այնքան ոչինչ չունեցող իրենց լեզվով ասած 8 ամիս լսել են,
բավարար չի հիմք ունենալու համար 8 ամիս ժողովուրդ երևակայեք լսել են, գաղտնա լսել են իրենց ասած, բավարար հիմք չունենալով վերջին ճիք են գործադրել, որ մեր խոսակցությունները լսեն, պարզելու համար, թե թաքստոցները, զենքերը իրենց խելքին պարկած որտեղ են։ Այս սա է, որ մեղադրողը, ինչպես ասացի, հանդես է եկել որպես զրպարտող։ Եվ երկրորդ բանը, ես ուզում եմ հրապարակային այս հարցումները տվել եմ գլխավոր դատախազն քննչական կոմիտեի խեղճ ղեկավարին, խեղճուկ, ամոթ մեզ, որ այդպես քննչական կոմիտեի ղեկավար ունենք։ Ուրեմն դատախազի մասին չեմ ասում, կինը։ Ուրեմն ինչ էր հարցադրումս, որ պարզեք այս խնդիրը, բնականաբար չեն պատասխանել, ոնց պիտի պատասխանեն, չգիտեմ։ Եվ ես ասել եմ, մինչև այս քառօրյայի ավարտը, եթե իմ հարցումների պատասխանը չեղավ, երրորդ հարցումն էլ կա, եթե չեղավ, ուրեմն դուք բացարձակ ստախոս ու խաբեբաներ եք, քառօրյան ավարտված է, կամ այսօր ավարտվում է։ Իմ ասածը մնում է, բնականաբար, մնում է ոչ միայն այսօրվա համար, այլ նաև վաղվա համար, մյուս օրվա համար և այն մյուս օրվա համար։ Երկրորդ հարցումս հետևյալն է, մեզ տեղեկություններ են ասել, որ այս գործի մեջ ռուսական հետք կա։ Հիմա ես հրապարակային ձեզ եմ հարցնում, որ գործը ուսումնասիրել եք, մանրամասն քննել եք։ Այդպիսի տեղեկություն կա, ես արտգործնախարարությանն եմ հարցրել։ Պատգամավորներին խնդրում եմ, որպեսզի հաջորդ նիստերին այդ հարցադրումը կատարեն։ Այդպիսի հարցադրում են արել արտգործնախարարություն, այսպես է եղել։ Այս գործի վերաբերյալ եւ պատասխանել են, որ ռուսական հետք կա։ Հիմա ես հարցնում եմ, այդպիսի զրույց եղել է թե ոչ, ասել են թե ոչ, եւ երկրորդը ռուսական հետք կա այս գործի մեջ, թե չկա։ Ուրեմն ամեն աղբ լցրել են մեր կյանք, բավարար չի, եւ այստեղ այս 18 հոգում ամբողջությամբ զրպարտության, բանսարկության հողի վրա եւ դրան մասնակից են առաջին հերթին, հենց առաջին օրվանից, կամավորաբար եթե ստանձնել են վատ, եթե ներողություն, եթե հրահանգով են ստանձնել վատ, եթե կամավորաբար են ստանձնել շատ ավելի վատ հանրային մեղադրողները։ Եվ դուք էլ ցավոք պատվարժան դատարան երևի ժամանակ չունենալով կամ տեղյակ չլինելով գործի մանրամասնությանը, այս մանրամասնություններին ծանոթ չլինելով, հավանաբար նաև տուրք եք տվել, վստահաբար նաև որոշակի կողմնորոշվածություն արդեն իսկ ունենալով։ Ես դեռ ձեզ ոչինչ չեմ ուզում ասել այդ թեմայով, այդուհանդերձ դուք կարծում եմ, որքան իմ գիտելիքները թույլ են տալիս պատկերացնել, որ դուք պարտավոր եք մանրամասն նայելու։ Այդուհանդերձ ես երկրորդում եմ, նախ ուզում եմ, որ հարցերից պատասխանեն, ինչին է վերաբերում 2 հոգու գյուլել, 15 հոգու բանտ դնել արտահայտությունը, երկրորդ ավտոբուս վառելու թեմա կա, թե չկա, երրորդ ռուսական հետք կա, թե չկա։ Հիմա դուք կասեք, դե երրորդը մեզ չի վերաբերում, բայց գոնե այն երկուսը ձեզ վերաբերում է։ Երկրորդում եմ իմ փաստաբանի պաշտպանի ավելի ճիշտ միջնորդությունը բացարկի եւ նաեւ վստահ եմ, որ դա կբավարարվի։ Ես կուզեի, որ իրենք ուղղակի ինքնաբացարկային, գոնե այս քայլով իրենք իրենց ազատային եւ իրենց սերունդներին, ինչպես ասել եմ, ապագա բոլոր տեսակի դժբախտություններից։ Իրականությունն է, մնացած իսկ փաստաթղթերը գործի նյութերում կա, դրա համար այո դատարանի ես գործի նյութերից առանձնացրել եմ, բայց երկրորդ օրինակի մեջ չկա